Բարև ձեզ։ Այս ամենը մեկնարկել էր երբ հայտնվեց։ Ինչ ես ասում, ասա որ հարցազրույց անենք, չէ։ Թուրքա ասա դե։ ներողություն ինչ ասացիք։ Ոչ մի բան։ Դուք 2018 թվականին եւս փորձեցիք, ձեզ մոտ չստացվեց։ Չես ասել, չէ, ոնց են ողջինում, ինչ ես գալիս գտնում ես։ 18 թիվը մինչ օրս դեռ ընթացքի մեջ է։ Ես էլ եմ դա ասում եմ 18 թվականից փորձեցիք քանդել եկեղեցին, չստացվեց, հիմա Փաշինյանն է ձեզ աջակցում։ Եկեղեցու կապանքներն են քանդում չարի իշխանությունից։ Այո։ Շղթաներից պիտի ազատվի թե չէ վերջը։ Դա։ Հա տերա։ Ցարական լուծը պիտի թոթափենք եւ ցարի ինչ ասեմ արվանյակներից Գարեգինն իր եղբայրը Եզրասը եւ բոլոր իրենց գծակները։ Ինչպես խուլիգանությամբ Մայրաթորի բակում գերեզմանների վրա Այն որ քանը կաննել էր գերեզմանի վրա չէ, տենում է դե։ Դուք եք քայլում, մենք չենք բարձրացել։ Ձեզ հետ շրջող այդ անվտանգության տղաներն էին, հիմա էլ ձեզ հետ շրջում են, փորձում են Ինչքանով մերն են, այնքանով ձերն են։ Եթե դուք ուրիշ ազգի եք, խնդրեմ։ Ուրիշ ազգի կարծես թե դուք եք։ Անի ջան, ճանապարհ տվեք։ Ես ձեզ ընդհանրապես որևէ բան չեմ։ Քայլելով նկարում եմ ինչպես բոլորը։ Դες համար բաց չէ։ Եթե Փաշինյանը չի նեղվում, որ իրեն տեղ նկարում են, դուք եք նեղվում։ Հայ մեր Չիմացովի ազգական փաստաբան դարձած է հեռանալով Վարդան առաջ։ Մի դեպքում։ Նույնիսկ ձեր նախկին թիմակիցները ձեր դեմ են դուրս եկել, լայվեր են անում։ Լայվեր են անում, խոսում են, ասում են, որ դուք ընդհանրապես ուզում եք եկեղեցին քանդել, եկեղեցում իշխանությունը զավթել։ Ձեր ամբողջ կարիերայի ընթացքում կեղծիք եք տրվել եւ դրանով փող եք վաստակում, ամոթ է ձեզ։ Դուք ամոթ է ուղակի, հերիքա։ Դուք այդպես եք անում դրա համար դիմացինին այդպես եք մտածում դիմացինի մասին։ Ես որևէ մեկը չի կարող նման բան վկայել, իսկ ես տեսնում եմ ձեզ։ Ոնց եք աշխատում երկիրը կործանելու համար։ Հարգելիս իմ ոտքը մի տրորեք, ձեզ հանգիստ պայեք։ Ես իմ հայրենիքում քայլում եմ ու որևէ մեկը ինձ չի կարող ասել ես որ ուղղությամբ քայլեմ։ Դասա ոտքս չտրորեք։ Խեպի շահ հնարավոր է որ տրորեն, ուրեմն հանգիստ։ Մի արա։ Թող քո ոտքերը տրորեն, եթե տենց հանգիստ ես։ Տրորում են հանգիստ։ Մարդիկ շատ են, բարձրավոր կարած տրորում։ Վերջացնես, հետո ես քեզ հարցազրույց կտամ, հա։ Հենց կաթողիկոսն է տրորում եկեղեցի։ Հանգիստ խոսեք։ Ասացիք որ Ֆրանսիայից իմ համար եք եկել։ Ֆրանսիայից իմ համար եք եկել։ Շատ լավ։